Միանգամից պատասխանեմ, առանց ձեր համբերությունը չարաշահելու, ոչ, չկա նման բան։ Հիշեցնեմ, որ նման խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումը ընդհանրապես արգելվելու է եւ մարդիկ պետք է անպայման վճարեն անկանխիկ եղանակով, քարտով կամ փոխանցումով։ Ուզում եմ ասել, որ նման որոշում չկա եւ պլաններում նման որոշում նույնպես չկա։ Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր։ Մինչև 300,000 դրամ արժեքով գործարքների դեպքում մարդը կարող է վճարել եւ կանխիկ եւ անկանխիկ, 300,000 դրամից ավել գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում։ Բացառությամբ, օրինակ, առողջապահության եւ կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով։ Ես չգիտեմ որտեղից են այդ խոսակցությունները տարածվում, բայց նման բան չկա։ Եվ առիթից օգտվելով երկրորդ բանը ասեմ, մարտի 1-ից մեկ այլ կարևոր փոփոխություն ունենք, լավ փոփոխություն։ Անկանխիկ առևտրի դեպքում, քարտով առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են։ Այսինքն արկա քարտերով առևտուր անելու դեպքում այդ միջնորդավճարը կկազմի ընդամենը 0.5%, իսկ master եւ visa քարտերով առևտուր անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0.9%։ Սա կարծում շատ կարևոր ու լավ նորություն է, հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար։ Եվ նաև առիթից օգտվելով հիշեցնեմ, որ արկա քարտերով առևտուր անելու դեպքում մեր հայրենակիցները կարող են նաև 2%-ի չափով քեշբեք ստանալ։ Սա էր ամբողջը, շնորհակալություն, բոլորիդ ամենալավն եմ մաղթում։